2010 թվականի ապրիլին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարվեց հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության Հայաստանի տարածաշրջանային ժողովը։ Այդ ժամանակ էլ որոշվեց, որ ամենամսյա հավաքներ կազմակերպվեն Հայաստանի տարբեր թեմերում երիտասարդաց միությունների ատենապետերի ու տեղի երիտասարդաց միության անդամների մասնակցությամբ։ Հերթական ժողովը գումարվեց Սյունյաց թեմում Տաթևի վանական համալիրում։ Այն նաև ուխտագնացություն էր հինավուրց սրբավայր։ Երկօրյա ժողովն անցկացվում էր ՀՀԿ-ի հոգևոր պատասխանատու Տեր Սեդրակ Քահանա Ազնավուրյանի նախագահությամբ։ Մասնակիցները ներկայացրին իրենց թեմերի գործունեությունը, ապա քննարկեցին առկա խնդիրներն ու փորձեցին միասնաբար լուծումներ գտնել։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է մեր երիտասարդների հետ Հայաստանի շփվենք, որտեղ մենք սովորում ենք իրանք ոնց են ապրում, իրանք ինչ են անում, ուրախանալու կամ եկեղեցիում ոնց են անցկացնում իրանց ժամանակը, մենք էլ ենք ուզում իրանց հետ իրանց նման սովորենք, որ գնանք հետ Ամերիկա կամ որտեղից որ եկել ենք, ցույց տանք ուրիշներին, որ կան եկեղեցի։ Երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան, այս է անունը այդ առաքելության, որով մեր երիտասարդները այսօր գտնվում են հայրենիքում, այսօր Տաթևի վանքում։ Նպատակն է մեր երիտասարդներին բերել իրենց արմատներին եւ օգնել նրանց ամրանալ այդ արմատների վրա եւ հասկանալ, թե իրենք ով են, որպես անհատներ, որպես հայ քրիստոնյաներ։ ՀՀԿ-ն այսօր նախաձեռնել եւ քայլ առ քայլ կյանքի է կոչում մի շարք ծրագրեր։ Դրանց գլխավոր նպատակն է բացահայտել քրիստոնեական արժեքների եւ հայ եկեղեցու վարդապետության վերաբերյալ երիտասարդության գիտելիքների մակարդակը, նաեւ իմանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք կենտրոնական գրասենյակից։ Ամեն ամիս հավաքվելով մի թեմում փորձում ենք քննարկել տվյալ թեմի երիտասարդությանը հուզող հարցերը, լսել նրանց կարծիքը այդ հարցերի պատասխանների վերաբերյալ, տեղի ունենում փորձի փոխանակում, երիտասարդների հանդիպում, շփում, որն էլ ավելի է զարգացնում միջթեմական համագործակցությունը։ Բավականին հետաքրքիր բանավեճ էր, կախված թե ինչն է, որ միավորում է այսօր հայ երիտասարդներին եւ շատ հետաքրքրական էր, որ ընդհանուր հայտարարում առաջնահերթությունը դա մեր կրոնն է, այսինքն քրիստոնեությունն է, որ կարող է լավագույնս այսօր միավորել բոլոր երկրների հայ երիտասարդներին, մանավանդ եթե նրանք իրապես տավանում են հայ առաքելական եկեղեցու։ Երբ ողանջում են տաճարի զանգերը, երիտասարդները շտապում են ժամերգության։ 2 օրվա ընթացքում նրանք մասնակցեցին վանքում կատարվող բոլոր ժամերգություններին, աղոթեցին իրենց ու կատարվելիք ծրագրերի հաջող ընթացքի համար, ստացան Տաթևի վանահայր Տեր Միքայել Աբեղա-Գևորգյանի օրհնությունը։ Գումարված երկրորդ ժողովին արդեն մասնակցում էին միայն Հայաստանին թեմերի ներկայացուցիչները։ Քննարկվեցին հոգևոր ճամբարի կազմակերպման, ինչպես նաև Եհովայի վկաների տպագրած Աստվածաշնչի տարածման դեմ իրականացվելիք գործողություններն ու այլ հարցեր։ Պետք է լուրջ աշխատել, որովհետև երիտասարդությունը մի հսկայական ուժ է իրենից ներկայացնում, այդ ուժը ճիշտ չուղղորդելու դեպքում, ինչպես գետի հունը ճիշտ չուղղորդելու դեպքում, էներգիա ստանալու փոխարեն կարող է այդ գետը քաղաքներ ավերել։ Անելիքները շատ են։ Կենտրոնը նախատեսում է նաև տարբեր թեմերում հավաքվել միասնական աղոթքի, կազմակերպել հոգևոր դասեր, ուխտագնացություններ, եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ, մշակութային ծրագրեր, սոցիալական եւ բարեգործական ակցիաներ, խաչերթեր։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Գեղարքունիքի թեմում։